Երգով ու պարով, խաղերով ու մրցաշարերով Գյումրիում նշվեց տարեցների միջազգային օրը։ Տոնական միջոցառումը բարեկամության այգում համախմբել էր համայնքի բնակիչներին, միավորելով բոլորին ընդհանուր ուղերձի շուրջ։ Տարիքն իմ ուժն է, ոչ թե սահմանը։ Միջոցառման ընթացքում տարեցները ոչ միայն հանդիսատես են, այլև ակտիվ մասնակից։ Նարդում մրցաշարը, երգչախմբերի ելույթները, պարերը ու ցուցահանդես վաճառքը ստեղծել են ջերմ ու անմիջական մթնոլորտ։ Շատ մեծ, շատ ուրախ ենք։ Սենց օր առաջ անգամ եմ ուրախանում, շատ հաճելի է։ Ես ինձ երիտասարդ եմ զգնում։ Լոդոգը խաղանք, նարդիգը խաղանք, մեկ անգամ է կրվենք, 10 դրամ կկրվենք։ Իսկ այս օրը ձեզ համար ինչ խորհուրդ ունի։ Այս տոնը շատ լավ խորհրդավոր է, շատ լավ մանավանդ մեր ծերերի համար։ Այս պահը երջանիկ պահ է, նախ շնորհավորում եմ տարեցների այսօրվա գեղեցիկ օրը, ցանկանում իրենց բարեկեցիկ կյանք, ապահով հայրենիք, ինչպես արդեն ապահովում է մեր հայրենիքը բոլորիս համար, եւ երջանկություն։ Ու մրցումներում էլ աշխատենք, պատիվը պահենք Հայաստան։ Միջոցառումը կազմակերպել են Հայկական Կարիտաս եւ Առաքելություն Հայաստան բարեգործական կազմակերպությունները Գյումրու բարեկամության այգու հետ համատեղ։ Միջոցառման նպատակը, քանի որ ինչպես գիտենք 1990 թվականի ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օր, փորձել ենք տարեցներին արժևորելով այսօր իրենց համար տոն կազմակերպել։ Նպատակը տարեցների առօրյան մի քիչ բարելավել, կտրել իրենց առօրյա հոգսերից եւ իրենց համար փոքրիկ տոն պատրաստել այսօր։ Իսկ մենք որպես հասարակական կազմակերպություններ աջակցում ենք մեր պետությանը, մեր երկրին, որպեսզի հասնենք այն առավելագույն սահմանին, որ տարեցների պահանջմունքները բավարարված լինեն, իրենք երջանիկ լինեն եւ ապրեն այն արժանապատիվ ծերությունը, որը բոլորս ենք երազում։ Տարեցներին մեծարելու էր եկել նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Մարզպետը շնորհավորեց տոնական օրն ու կարևորեց տարեցների դերը համայնքային կյանքում, նշելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները պետք է դառնան շարունակական։ Եվ ձեր ավանդը անկնահատելի է։ Գիտեմ, որ շատ պարտությունների միջով եք անցնում, գիտեմ, որ իրականում այն ինչ ձևով, որ մենք ուզում էինք գնահատել ու երախտիկի խոսքեր ասել մեր տարեցներին, իրականում այդքան էլ այդպես չի եւ վստահեցնում եմ ձեզ, որ մեր հանրապետության ուժերի սահմաններում մեր կառավարությունը հնարավորինս ամեն ինչ անում է ձեր կյանքը ավելի թեթև դարձնելու համար եւ ձեր վաստակած ծերությունը ավելի արժանապատիվ անցնելու համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալություն եմ հայտնում, որ կաք, շնորհակալություն եմ հայտնում այն անցած տարիների համար ու ավանդի ու ներդրումների համար, որ տվել եք մեր քաղաքին, երկրին ու մարզին եւ մեզ, շատերը մանկավարժներ են, շատերը բժիշկներ են, շատերը գործարանի աշխատողներ են ու յուրաքանչյուրի արած աշխատանքը այսօր բերել հասցրել է մեզ այս կետին։ Տարեցների միջազգային օրը հիշեցում է, որ տարիքը սահման չէ, այն ուժ է, փորձ ու արժանապատիվ կյանք, որ պետք է գնահատվի ամեն օր։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովանիսյան, Հայկ Գաբրիելյան, Այսօր։ Այս շաբաթ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության որոշմամբ հրավիրվել էին խորհրդարանական լսումներ, թեման խմբակցության ներկայացրած ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին ազգային ժողովի հայտարարության նախագիծներ։ Այսօր մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մեկ վայրում կարողանան քննարկել գործնական լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել իշխանափոխության։ Կարծում եմ, որ առաջին հերթին հենց մենք ընդդիմադիրներս ակնկալելով լայն հասարակական կոնսոլիդացիա պիտի օրինակ ցույց տանք մեր համախմբվելու եւ մեկ գաղափարի շուրջ ուժերի ներածի չափով ու մի քիչ ավել պայքարելով։ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը ներկայացրեց պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, էականորեն շեղվելով իր իսկ ներկայացած եւ խորհրդարանական մեծամասնության հավանությանն արժանացրած կառավարության ծրագրից, այլև չի կարողացել արդյունավետորեն արձագանքել պետության առջև ծառացած մարտահրավերներին, հաճախ դառնալով նոր
մարտահրավերների առաջացման պատճառ։ Ըստ Աբրահամյանի պատիվ ունեմ խմբակցության դիրքորոշումը հետևյալն է. այս պահին ազգային արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումն ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որը ենթադրում է մի շարք քայլերի հերթականություն, որոնք նկարագրված են հայտարարված տեքստում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության դիրքորոշումը քննարկվող հայտարարության նախագծի եւ դրանից բխող անվստահության գործընթաց սկսելու մասին ներկայացրեց Իշխան Սաղաթելյանը։ Մեր դիրքորոշումը նախագծին կողմ է եւ հանձնաժողովում եւ ազգային ժողովի լիագումար նիստում կողմ ենք քվեարկելու։ Ելույթներում մասնակիցները խոսեցին անվստահության գործընթացի շրջանակում իրականացվելիք քայլերի, ծրագրերի մասին, ներկայացնելով իրենց տեսլականը անցումային կառավարության ձևավորման, գործունեության ժամկետների, առաքելության, անցումային կառավարության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։ Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործունեությունը բարձր է գնահատել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին մեր երկրում իրականացրած տարբեր ծրագրերի համար, որոնք զգալիորեն նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Սաբինե Ֆենդրիխը նշել է, որ իրենց ծրագրերը կրելու են շարունակական բնույթ։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը։ Մեր ծրագիրի անունը Aid Guide-ը, ինքը արհեստական բնականությամբ աշխատող գործիք է, որը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին ու հատկապես այն զբոսաշրջիկներին, ովքեր մենակ են ճանապարհորդում, ստանալ հոգեբանական աջակցություն այնպիսի իրավիճակներում, որոնք իրենք չէին նախատեսել։ Կանանց անվտանգությունն ու մասնակցությունը զբոսաշրջության ոլորտում ապահովելու համար Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող անվտանգ զբոսաշրջություն հեքաթոնին Արփինեն ու Անին ներկայացնում են նախագիծ, որը արտակարգ իրավիճակներում զբոսաշրջիկներին որոշակի գործիքակազմ կտա արագ կողմնորոշվելու եւ պահպանելու հոգեբանական հանգիստ վիճակը։ Մենք որոշեցինք անել այս ծրագիրը, որովհետև թե ես, թե թիմակիցս ունեցել էինք նախորդիվ փորձառություններ, որոնք մեզ ստիպել էին հասկանալ, որ հոգեբանական կայունությունը շատ կարևոր է ճանապարհորդելու ընթացքում, օրինակ տարբեր արշավների ընթացքում կամ այլ երկիր գնալու ընթացքում տարբեր իրավիճակներ էին ստեղծվել, որոնք անկառավարելի էին թվում եւ այդ պահին մենք ոչ մեկին չէինք կարող օգնության կանչել եւ պետք էր որ ինքներս կառավարեինք իրավիճակը ու դրա համար մեզ որոշ գործիքներ էին պետք, որոշ հմտություններ էին պետք, իսկ այս մեր արհեստական բնականությամբ աշխատող գործիքը մեր նման մարդկանց արդեն կտա այդ հնարավորությունը իրենց գրպաններում հեռախոսների մեջ ունենալու այդ ամբողջական գործիքակազմը։ Ամենակարևոր բաղադրիչն է, որ այս հեքաթոնում շատ պայծառ դեմքեր կան, նորաստեղծ թիմեր կան, ովքեր փորձում են արդեն իսկ զբոսաշրջության ոլորտում քայլեր ձեռնարկել։ Այս հեքաթոնը ամբողջությամբ գաղափար ներկայացնելու հեքաթոն է, գաղափարից հետո միանշանակ իրագործելիության տեսանկյունից որոշակի ցուցանիշներ կլինեն, որը կարող են ապագայում նաև իրենց գաղափարը իրագործել։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի SafeU եւ Իմինի հիմնադրամի կողմից կազմակերպված հեքաթոնին տարբեր մարզերից 13 թիմեր ներկայացնում են նախագծեր, որոնք առաջարկում են լուծումներ ճանապարհորդողներին եւ ոլորտում աշխատող կանանց վտանգներից ու խաբեություններից պաշտպանելու համար։ Մենք սրանով մտնում ենք թվային անվտանգության տիրույթ, որը շատ կարևոր է, որ մեր առաջնահերթ նպատակը իհարկե բռնությունների դեմ պայքարն է, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը եւ տեսնում ենք, որ այդ նույն բռնությունը փոխակերպվելով նաեւ ցավոք սրտի մեծ տարածում ունի on-line տարածքներում եւ դրա պատճառով կանայք թվային տնտեսության մեջ ավելի քիչ են մասնակցում եւ թերևս մեր նպատակն է խնդիրները տեսնել, այդ ռիսկերը գնահատել եւ իհարկե լուծումներ ունենալ կոնկրետ ընդհանրապես մարդկանց եւ կանանց անվտանգությունը պաշտպանելու համար։ Հեքաթոնին ներկայացված լավագույն նախագծերը կներդրվեն Հայաստանում, Վրաստանում, ապա նաև 6 այլ երկրներում, որտեղ գործունեություն է ծավալում SafeU հարթակը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու Սփյուռքի մեր հայրենակիցների հարցերը հերթական արդեն 5-րդ թողարկման ընթացքում արդարադատության ոլորտի օրենսդիր ու գործադիր մարմինների պաշտոնյաներին էին ուղղված։ Եթե նախորդող հանդիպումներին սոցիալական, առողջապահական, տարածքային կառավարման ոլորտերին առնչվող հարցերի ու առաջարկների բովանդակությունն առավելապես հանրային, համայնքային, մարզային նշանակության էին, այս անգամ նաև մասնավոր բնույթի խնդիրների պարզաբանում են ակնկալել քաղաքացիները հարթակի պաշտոնյա հյուրերից։ Ստացել ենք բազմապիսի հարցեր, որոնք վերաբերել են համընդհանուր համաներման գործընթացին, նոտարական պրոցեսների վերաբերյալ որոշակի հարցադրումներ կան, դատական, իրավական համակարգի վերաբերյալ, եթե օրինակ ցանկացած հարցադրման կամ առաջարկը պետք է փոխանցել համապատասխան պաշտոնյային, այն պահանջում է բացառապես բազմաթիվ գործընթացներ, թղթաբանական պրոցեսներ եւ այլն եւ այլն։ Իսկ այս ֆորմատի գլխավոր նպատակը այն է, որպեսզի մեր քաղաքացին հարցը բարձրաձայնի ոլորտի պատասխանատուների եւ նրանցից ակնկալի ուղիղ եւ հստակ պատասխաններ։ Անուն, ազգանուն, բնակության հասցե ներկայանալու ընդհանրեն այս պարզ ընթացակարգն է պահանջվում քաղաքացուց, ով որոշել է հաղորդման ընձեռած հնարավորությունից օգտվել, կիսվել իր մտահոգությամբ։ Մեկ պայման էլ, որ հարցը շարադրվի տեսաձայնագրությամբ 1-1.5 րոպեի սահմանում, որպեսզի թողարկման ընթացքում հնարավոր լինի ավելի շատ հարցերի անդրադառնալ։ Իդեպ հետաքրքրությունը նախագծի շուրջ աճում է, եթե առաջին թողարկումներին ընդառաջ մոտ 70 տեսաձայնագրություն են ստացել հաղորդման կազմակերպիչները քաղաքացիներից, հիմա արդեն մինչև 200։ Մեկ հաղորդման ընթացքում միջինում 1 ժամ տևողությամբ բնականաբար բոլոր հարցերը չեն կարող արտացոլել հաղորդման շրջանակում, բայց չպետք է հիասթափվեն մեր քաղաքացիները, քանի որ յուրաքանչյուր հարցադրում, որը փոխանցվում է համապատասխան հեռախոսահամարին, այն ուղղվում է ոլորտային պատասխանատուներին եւ ակնկալվում է նրանց կողմից այդ հարցի հստակ լուծում։ Ամիսներ առաջ մեկնարկած նախագիծը գործնականում դրական վիճակագրություն է ստեղծում, +374 44 900 800 հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածով այսօր արդեն ուղարկվում են ոչ միայն հերթական ոլորտին առնչվող նոր հարցեր, նաև լուծված խնդիրների մասին են քաղաքացիները գոհունակությամբ իրազեկում։ Մենք բազմաթիվ ոլորտների վերաբերյալ եւ շնորհակալական նամակներ եւ արդեն իսկ լուծված հիմնախնդիրներ մի շարք մեր քաղաքացիները հանրայնացրել են, մի շարք քաղաքացիներ նախընտրել են պարզապես հանրային կերպով այդ ամենի մասին չխոսել։ Խնդիրներ էլ կան, որոնք ավելի երկարաժամկետ լուծում են պահանջում դիսուկ տարածքային կառավարման ոլորտից։ Քաղաքացիների հետ ուղիղ հարց ու պատասխան նախաձեռնած պաշտոնական կողմը վստահեցնում է, անկախ ծավալից չի շրջանցվելու բարձրաձայնված որևէ իրատեսական, օրինական հարց կամ առաջարկ։ Մրցույթի մեկնարկին մնացել են հաշված րոպեներ։ Զորամիավորումները, առանձին զորամասերն ու ռազմական ակադեմիան ներկայացնող թիմերի զինծառայողները հագնում են զորաբաճկոններն ու սաղավարտները, իրենց տեղերն են զբաղեցնում մեկնարկային գծի մոտ։ Պատրաստ ենք իրար օգնել, սատարել, դժվարություններն էլ հաղթարենք միասին։ Բազմիցս անգամ հաղթահարել ենք բարձունքներ, տարբեր տեղեր, տարբեր բնակլիմայական պայմաններում։ Հուսով ենք, որ թիմը առաջի տեղ է զբաղեցնելու։ Վստահ ենք, որովհետև պարապմունքները անցկացվել է նորմալ, պատրաստ են յուրաքանչյուր առաջադրանք կատարելու։ Եվս մի ակնթարթ եւ մեկնարկում է Լեռնագագաթի ախտարում ստորաբաժանման կազմող մրցույթի վերջին անկախության վերելք մրցափուլը։ Որպես այդպիսին մրցումը 4-րդ եզրափակիչ փուլն է, նպատակն է մեր զինծառայողների շրջանում ռազմակիրառական հմտությունների զարգացումը, բարդ տեղանքում արագ կողմնորոշվելու, արագ տեղաշարժվելու, անվտանգ տեղաշարժվելու հմտությունների ձևավորումը։ Ոչ ոք չէր պատրաստվում զիջել դիրքերը, լայելով ուժերը, զինծառայողները ախտարեցին Գեղամա լեռնաշղթայի քարքարոտ լանջերը։ Նման երթաշարժները ֆիզիկապես են ամրապնդում մեզ, բացի այդ նաև հոգեպես եւ դրան ավելանում է նաև թիմային աշխատանքը, քանի որ Լեռնագագաթը հաղթարում է թիմը, այլ ոչ թե մեկ հոգին, ու թեկուզ մեկ հոգին եթե չկարողանա հասնել թիմին ու չկարողանա բարձրանալ Լեռնագագաթ, մնացածի արդյունքը ոչինչ չի հավասար։ Առանձնահատկություններից մեկն էլ նա է, որ յուրաքանչյուր փուլում իրավունք ունի մասնակցել մեկ մասնակից, հետևաբար տարվա կտրվածքով նախապատրաստվելով եւ մրցումների մասնակցելով ունենում ենք մեծ թվով պատրաստված եւ լեռներում գործելու ունակ զինծառայողներ։ Սարալանջին, թթվասնային քաղցը, ինքնաձիգի, զրահաբաճկոնի եւ սաղավարտի հավելյալ ծանրաբեռնվածությունը դանդաղեցնում էին զինծառայողների ընթացքը, ֆիզիկական դժվարությունները, սակայն, ունակ չեղան նվազեցնելու մասնակիցների համառությունն ու եզրագիծը րոպե առաջ հատելու պատրաստակամությունը։
Բանակի ուժեղագույն թիմերի հետ համավասար մրցույթին ներգրավվել եւ արժանավույնս հանդես եկավ նաեւ ռազմական ակադեմիայի կուրսանտական թիմը։ Շատ ավա։ Թիմի ավագ փոխգնդապետ Ղարիբյանն ասում է. գաղտնիքը ակադեմիայում կուրսանտներին փոխանցվող առաջադրված խնդիրը ամեն գնով կատարելու դժվարությունների առջև չընկրկելու գաղափարների արդյունքն է։ Ռազմական ակադեմիան մեծ ուշադրություն է դարձնում թիմային աշխատանքին, կոլեկտիվի ներդաշնակմանը, կոլեկտիվ խմբավորման գործողություններին, թե մարտավարական պարապմունքների տեսքով, թե ֆիզիկական պատրաստության տեսքով։ Ըստ այդմ վստահ եմ, որ թիմը լավ տեղ զբաղեցնի։ Որոշ ժամանակ անց առաջինը լեռնագագաթը ախտարած թիմի անդամները միասնաբար բարձրացրեցին եռագույնը։ Համառ ու անզիջու մրցապայքարում երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց ռազմական ակադեմիայի հավաքականը։ Հավելենք, որ լեռնագագաթի հաղթահարում ստորաբաժանման կազմով համաբանակային մրցույթի 2025 թվականի հաղթող թիմը որոշվելու է անցած 4 մրցափուլերի ընդհանուր հաշվարկում ցուցաբերած ցուցանիշների հիման վրա, մեդալներից ու պատվոգրերից զատ, արժանանալով նաև համաբանակային մրցույթի գավաթին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային անվտանգության խորհրդի նիստը, ի թիվս այլ հարցերի քննարկվել են Հարավային Կովկասում զարգացումները։ Անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Թրամփի ուղուն։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրության ընդգծվել է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային անխափան երթուղու կարևորությունը։ Նշվում է, որ դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Մեր ցանկությունն է հասնել մշտական խաղաղության, ասված է հայտարարության մեջ։ ԱՄՆ կոնգրեսին չի հաջողվել ընդունել նոր ֆինանսական տարվա բյուջեն, որը մեկնարկում է հոկտեմբերի 1-ին։ Կառավարության գործունեությունը մասամբ կդադարեցվի։ Սենատը նախ մերժել է դեմոկրատական կուսակցության առաջարկած ֆինանսավորման օրինագիծը, քանի որ դեմոկրատները Սենատում մեծամասնություն չունեն։ Այնուհետև չի հաստատվել հանրապետական կուսակցության օրինագիծը։ Հանրապետականները թեև ունեն մեծամասնություն, սակայն դեմոկրատների հետ ձայների տարբերությունը մեծ չէ։ Այսպես կոչված շաթդաունի ընթացքում հազարավոր պետական ծառայողներ կուղարկվեն անժամկետ վճարվող արձակուրդ։ Կարևորագույն ոլորտների աշխատակիցները, օրինակ զինվորականները եւ բուժաշխատողները վարձատրություն չեն ստանա։ 1981 թվականից ի վեր ԱՄՆ կառավարության գործունեությունը սահմանափակվել է 15 անգամ, սակայն վերջին 6 տարում սա առաջին շաթդաունն է։ Ավելի վաղ Թրամփը հանդիպել էր ներկայացուցիչների պալատի եւ սենատի առաջատար դեմոկրատների, ինչպես նաեւ հանրապետականների հետ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։ Զլմների տվյալով կողմերը հիմնականում տարաձայնություններ ունեն առողջապահական ապահովագրության հետ կապված։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ բյուջեի չհաստատմամբ պայմանավորված նոր հայտարարություններ չեն անի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության եւ ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։ Միացյալ Նահանգներում եւ ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսություններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային եւ վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։ Բաքվում հանդիպել են Ադրբեջանի եւ Իտալիայի նախագահները։ Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել, որ երկու երկրի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Մենք իրապես ռազմավարական գործընկերներ ենք, քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նա հիշեցրել է, որ Բաքուն եւ Հռոմը ռազմավարական գործընկերության երկու փաստաթուղթ են ստորագրել, բազմաթիվ էներգետիկ նախագծեր իրականացրել։ Ադրբեջանը Իտալիա նավթի եւ գազի գլխավոր մատակարարներից է, հավելել Ալիևը։ Նա տեղեկացրել է, որ այժմ Եվրամիության հետ աշխատում են էլեկտրաէներգիայի արտահանման ուղղությամբ։ Վերջերս դրական քայլեր են ձեռնարկվել Եվրամիության եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, ինչը մեզ ուրախացնում է, շեշտել է Ալիևը։ Սերջիո Մատարելան հավելել է, որ զարգացնում են նաեւ արդյունաբերության, մշակույթի, կրթության ոլորտներում գործընկերությունը։ Նաեւ նրա խոսքով Իտալիան ջանքեր կգործադրի Բաքվի եւ Եվրամիության գործակցությունն առաջ մղելու համար։ Ուկրաինան եւ Ռուսաստանը կրկին հայտարարում են փոխադարձ հարվածների մասին։ Դնեպրում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 30-ը։ Քաղաքացիական շինություններ են հրդեհվել։ Թիրախում է հայտնվել նաեւ Խարկովը։ Ավիառումբերի հարվածից խաղաղ բնակիչներ են վիրավորվել, կան ավերածություններ։ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է պատասխան գործողություններ ձեռնարկել։ Ուկրաինայի նախագահը նաեւ հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիայի ԱԵԿ-ում կրիտիկական իրավիճակ է։ Վերանորոգման աշխատանքները գրեթե անհնար են մշտական կրակոցների պատճառով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է գիշերը ուկրաինական 20 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Թիրախում են եղել Բելգորոդի, Ռոստովի, Սարատովի, Վորոնեժի մարզերը։ Ռոստովի շրջանում էլեկտրաէներգիայի ընդհատումներ են գրանցվել։
Լոռու մարզային գրադարանի շենքը 50 տարվա պատմություն ունի, իսկ Լոռու մարզում գրադարանների պատմությունը ավելի վաղ է ծնունդ առել։ Գրադարանային կենտրոնացված համակարգը հիմնվել է Ստեփան Զորյանի գրադարանի աղջիկը Վիպակի հերոսուհի Վերգինե Մխիթարյանի փոքրիկ ընտանեկան գրադարանի հիմքի վրա։ Առանձնանալով Լոռու մարզային գրադարանը տարիների ընթացքում ունեցած փոքր հավաքածուից գրականության թիվը հասցրել է 363,000 միավորի։ Գրադարանները հանդիսանում են ոչ միայն հասարակության, կրթական մշակութային հաստատությունների միջև կապող օղակ, այլ նաև սերունդների միջև կապող օղակ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունը կարևորելով գրադարանների կրթամշակութային դերի բարձրացումը, տեղեկատվական դերի բարձրացումը, բազմաթիվ բարեփոխումներ է իրականացնում, գրադարանները ել ավելի դարձնել ել ավելի գրավիչ եւ ավելի բազմաբովանդակ ծրագրեր իրականացնող հաստատություն։ Այցեքարտի փոփոխման խնդիր ունենք եւ մեր մարզի այցեքարտը պետք է լինի գիրքը, գրականությունը, մշակույթը, երաժշտությունը, սպորտը եւ մենք ունենք թե տաղանդավոր երիտասարդություն, թե ունենք մեծ հետ թողած ավագ սերունդ եւ ներկայանալու շատ բաներ կա առհասարակ։ Մարդկանցից մինչև պատմամշակութային հուշարձաններ եւ մենք մեծ անելիք ունենք այստեղ։ Գրադարանի մասին մտածելիս նաեւ տեսաշարը դիտելիս մտածում էի, որ իսկապես շատ բարդ է 363,000 միավոր պահել առհասարակ եւ երևի թե դա անում են այլ մարդիկ, որոնք գիրքը սիրում են։ Գիրքը պետք է սիրես, որպեսզի կարողանաս պահել 363,000-ը։ Այսօր գրադարանում աշխատում է 70-ից ավելի աշխատակից։ Գրադարանը գրքաֆոնդում ունենալով տարբեր ժանրերի, տարբեր տարիքային խմբերի ու տարբեր նախասիրության գրքեր, տարեկան սպասարկում է 11,000 ընթերցողի։ 50-ամյակին ընթരാճ գրադարանը հանդես է գալիս նորությամբ։ 1975 թվականին մարզային գրադարանը հնարավորություն ունեցավ ունենալու իր սեփական շենքը, որը հենց այսօր էլ նշում ենք մեր գրադարանի շենքի հիմնադրման 50-ամյակը։ 50-ամյակին ընթരാճ մենք հրատարակել ենք մեր սեփական պարբերաթերթը, Լոռու մարզային գրադարան պարբերաթերթը, որտեղ պարբերաբար 6 ամիսը մեկ կհրատարակվեն մեր տաղանդավոր ընթերցողների ստեղծագործությունները, մեր տաղանդավոր գրադարանավարների ստեղծագործությունները, գրադարանային ոլորտին վերաբերվող նորություններ։ Կեսարյա պատմություն ունեցող շենքում իրականացվել է տարաբնույթ միջոցառումներ։ Այն իր հարկի տակ հյուրընկալել է արվեստի, մշակույթի ու այլ ոլորտների մարդկանց։ Լոռու մարզային գրադարանը շենքի հիմնադրման 50-ամյակի առթիվ շնորհակալագրերով պարգևատրեց մի շարք անձանց։ Միջոցառման ավարտին Բյայնա երգչախմբի եւ գրադարանի աշխատակիցների կատարմամբ հնչեց Լոռու մարզային գրադարանի հիմնը։ Այս հիմնով էլ Լոռու մարզային գրադարանը հիմք դրեց երգչախմբի գործունեությանը։ Բացի պարբերաթերթը, գրադարանը կունենա նաև երգչախումբ։ Կապանի կենտրոնական հրապարակը սեպտեմբերի 28-ին լցված էր իրանական շնչով։ Հարևան երկրի մշակութային փառատոնի շնորհիվ տեղացիների հանգստյան օրը հագեցած անցավ։ Մոտ 25 տաղավարների շարքում էր նաև Թավրիզի իսլամական արվեստի համալսարանը։ Այն ներկայացել էր տարբեր ձեռագործ աշխատանքներով՝ կերամիկական, փայտե, ասեղնագործ եւ այլն։ Իմ կարծիքով ամենակարևոր կապերը մշակույթից է սկսում, որովհետեւ մանավանդ ջահելների համար, ուսանողների համար։ Եթե մենք կարողանանք այս երկու երկրի ուսանողները իրար հետ մոտիկացնենք, իրար հետ ծանոթանան, ես միտք ունեմ, որ համատեղ գործեր անելու համար եւ անում ենք, անելու ենք։ Կապանում քոլեջի հետ էլ մենք կապ ունենք, հրավիրել ենք, եկել ենք Թավրիզ մեր համալսարանում։ Ուզում ենք ավելի շատ գործեր անենք, ասենց միտքեր ունենք։ Տարատեսակ իրանական ազգային ուտեստներ, քաղցրեղեն, թեյեր ու կաթնամթերք նույնպես կային։ Ամեն տաղավար ներկայացավ յուրօրինակ առաջարկներով։ Կաթ, պանիր, կարագ, քաղցրեղեն եւ նմանատիպ ապրանքներ։ Ճիշտ ասած Սյունիքի մարզում
չունենք վաճառակետերում մեր ապրանքը, բայց զգում ենք, որ պահանջարկը կա եւ այսօր լավ հնարավորություններ, որ գայինք, ներկայացնենք մեր ապրանքը, ծանոթացնենք, չնայած հիմա մարդիկ ասում են, խիչ եք վաճառում, բայց ոնց որ այդպես չենք պատրաստվել վաճառքի համար, ինձ թվում է դա սխալ կլներ, ճիշտ կլներ մարդիկ համտեսեն, փորձեն, ծանոթանան ու սպասեն շուտով Սյունիքում։ Կապանցիները խոստովանում են օրեր առաջ լսել եւ անհամբեր սպասում էին փառատոնին։ Սա նոր շունչ հաղորդեց քաղաքին։ Շատ հետաքրքիր միջոցառում է, շատ օգտակար Սյունիքի, հատկապես մեր Կապան քաղաքի համար եւ նմանատիպ միջոցառումները ամրապնդում են հայ-իրանական մեր ժողովուրդների հարաբերությունները։ Փառատոնը մարզկենտրոնում կազմակերպվում էր երկրորդ անգամ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ։ Սրա շնորհիվ ամրապնդվում է երկու երկրների միջև մշակութային կապը, ստեղծվում համագործակցության նոր հնարավորություններ, համոզված է գլխավոր հյուպատոսը։ Ճիշտ 2 տարի առաջ կազմակերպված հայ-իրանական փառատոնը լավ ընդունեցին կապանցիները։ Այս անգամ որոշեցինք միայն իրանական անել։ Չնայած դրան, դուք կտեսնեք տաղավարներ հուշանվերներով եւ գորգերով, որոնց վրա Կապանի գեղատեսիլ վայրերն են պատկերված։ Հյուպատոսի խոսքով տարբեր հաստատությունների հետ համագործակցությունը շարունակվում է, առաջիկայում սպասվում են հետաքրքիր այլ միջոցառումներ ևս։ Սեպտեմբերի 18-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ 2 տղամարդ Էջմիածին քաղաքում գտնվող խանութներից կատարել են գողություններ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք սեպտեմբերի 10-ին գնումներ կատարելու պատրվակով մտել են Էջմիածնի Սոս Մանուկյան փողոցում գտնվող սուպերմարկետ եւ հափշտակել մոտ 150,000 դրամի ապրանք։ Իսկ այս դեպքից էլ րոպեներ անց տղամարդիկ մտել էին արդեն Էջմիածնի Բաղրամյան փողոցի սուպերմարկետ եւ նույն կերպ հափշտակել 50,000 դրամի ապրանք։ Սեպտեմբերի 18-ին ժամը 8:30-ին երևանցի 47-ամյա տղամարդը ձերբակալվեց Նորքի իր տանը, իսկ Նորքի բնակիչ 45-ամյա տղամարդը ժամը 9:25-ին մայրաքաղաքի Գարեգին Նժդեի փողոցում։ Կազմված փաստաթղթերի հետ երկուսն էլ ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով բացահայտվեցին նաև նրանց կատարած այլ հափշտակություններ դարձյալ Էջմիածնում։ Մասնավորապես հափշտակել էին մի քանի 100,000 դրամի էլեկտրական գործիքներ ու դետալներ։ Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր, նախաքննությունը շարունակվում է։